Թալանվածը ետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը եւ թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, բայց կա նաեւ գործնական կողմը։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Ինչ ենք մենք արել ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք։ 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է իրական աճի մասին է խոսքը 43.5%-ով։ Ինչպես վերը նշեցի, այս ոչ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնիրույնությունը, ապահովելով եւ երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության սրճրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։